Դանելյան ինչ տեղեկություն կա ձերբակալված անձանց թվի հետ կապված եւ ինչ մի քանի տասնյակ մարդիկ բերվել են քննչական բաժանմունքներ, կոնկրետ այս հստակ թիվը հայտնի չի ինչքան։ Ինչ նպատակ են հետապնդում, վաղ առավոտից սկսել են խուզարկություններն ու սրբազանին էլ այս պահին ձերբակալման։ Նպատակ ունեն Հայաստանում դիմադրությունը ճնշել, Հայաստանը հանձնել Թուրքիային, Ադրբեջանին։ Այդ ծրագիրը ունեն իրենք, այդ ուղղությամբ իրենք այս ընթացքում աշխատանքներ են կատարել։ Գիտեք, Հայաստանը մաս հանձնելու եւ վերջում նաեւ իր հոգևոր հայրը Էրդողանը կանչել էր իր մոտ հերթական ցուցումներն ու հանձնարարականները տալու։ Սա արժանապատիվ հայ մարդկանց նաև կոչ է, որ իրենցից կախված ամեն ինչ անեն, որ այս իշխանությունները այլևս չորոշեն հայ մարդու ճակատագիրը։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սրանք, որ պահին, որ զգացին, որ ժողովուրդը դուրս է գալիս փողոցը իրենց վռնդելու, իրենք նստելու են իրենց օդանավերը եւ Հայաստանից չքվելու են։ Եվ սա պետք է անի հայ մարդը։ Եվ մեր լեգիտիմ իրավունքն է խաղաղ միջոցներով, սահմանադրական եղանակով ի վերջո վռնդել այս իշխանություններին։ Որևէ մեկը մեզ այս իրավունքից զրկելու իրավունքը չունի։ Սրանք չեն սպասարկում հայ ժողովրդի շահը։ Սրանք գնացել են Թուրքիայում, հայտարարել են, որ Հայաստանը դարձնելու են թուրանական ծրագրի մի մաս։ Այսօր մի հատ կարան քրեական հոդված բան անեն, ի հայտ բերեն, որ այն մարդիկ, որոնք որ արժանապատվության համար պայքարում են, երկրի պետականության համար պայքարում են, այդ մարդկանց տանեն անազատության մեջ բան։ Եվ ինչքան կար այս ռեպրեսիոն համակարգը աշխատի։ Սա ազդակ է մեր ժողովրդին։ Հերոս նահատակների ծնողներին առանց մի խղճի խայտի, առանց որևէ մի բարոյականության տանում եք, որ ինչ։ Դուք իրանց քայլած այդ հողը չարժեք։ Այդ պարզ է, չէ՞, մարդիկ ինչ ուղղությամբ են գնում։ Էրդողանը, որ մի տարի առաջ հայտարարում էր Բաքվում, որ Թայլաթի ընվերի հոգին փառավորվում է, դուք գնացել եք նրանց առաջին ժպտում եք, ուրախանում եք, ծիծաղում եք, ասում եք խնդիր չկա, մենք ինչ ասեք կանեն։ Այս իշխանությունն է արժան այս ժողովուրդը, հա։ Ինչ ասեմ։ Եվ ինչ զարգացումներ եք կանխատեսում, Բագրատ Սրբազանին կկալանավորեն, ոնց եք պատկերացնում։ Իրենք ամեն ինչ էլ պատրաստ են, ամեն ինչ էլ ունակ են, պատրաստ են յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող հայ մարդու կալանավորելու, ձերբակալելու, անազատության մեջ պահելու, իրենք ամեն ինչի ընդունակ մարդիկ են, բայց իրենցից կրկնում են վախեցող չկա, ինչ վախենանք։ Մեր պայքարը մեր հայրենիքի համար է, մեր հող ու ջրի համար է մեր պայքարը, ինչից վախենանք։ Մեր ընկերները ճանապարհ անցած մարդիկ են, պատերազմներով անցած մարդիկ են, ամեն ինչ տեսած մարդիկ են։ Մեր ընկերը հիմա որ ստեղ է, Իգորը Սարգսյան, բոլոր պատերազմների մեջով անցած մարդ է, իրան ինչով պիտի վախեցնեն։ Այս պայն քանի անց կա քննչական կոմիտեում։ Կան էլի, ես չգիտեմ կոնկրետ ստեղ ինչքան են, բայց իմ տեղեկություններով 40-ից ավելի են, դե նոր տեղեկություններ ենք ստանում տարբեր մարդկանց։ Զարգացումների արդյունքում ինչ են հանել տներից։ Չգիտեմ, ինչ որ եռանկյունի նշան, պոլիփետ, ինչ որ 200 գրամ վտանգավոր մեխեր են ինչ որ հայտնաբերել, կյանքի համար վտանգավոր մեխեր են հայտնաբերել, կոշիկի։ Մանր տրամաչափի մեխեր են հայտնում։ Չասեմ։ Էլ ինչ են հայտնաբերել։ Չգիտեմ, կարող է կախիչ էլ հայտնաբերել, ինքը կախիչ նկատում է առանձնահատուկ բանուն, չէ, սեր ունի կախիչ նկատում։ Կարող է կախիչ էլ հայտնաբերած լինեն։ Չի բացառվում, որ նաև տարբեր ռազմերի կոշիկներ էլ հայտնաբերեն։ Ամեն ինչ էլ կարան հայտնաբերեն։ Այո, միկրովալնովկա հայտնաբերեն, ինչ որ Սրբազանի տանը միկրովալնովկա եղել է դեռ։